Այսօր Տերը իմ սրտի մեջ դրել է, որ խոսեմ սրբության մասին, սիրելիներ, շատ կարևոր թեմա է։ Այս թեման գրեթե կասենք, որ շատ քիչ է քարոզվում եկեղեցիներում, կարանք ասենք, 21-րդ դարի եկեղեցին ամենաառաջինը ինչ անում, Տեր օրհնիր ինձ, Տեր տուր ինձ, Տեր ասում է քո օրհնությունը, անգամ եկեղեցու մեր օրհնությունը, Տիրոջ ներկայությունը, օծությունը կախված է մեկ բառից՝ սրբություն, հալելույա։ Այն տեղերը, որտեղ Տերը սրբում է, այն կյանքը, որ Տերը սրբում է, այդ կյանքի մեջ մեծ ներկայություն է գալիս, մեծ վկայություն է գալի, Տերը մեծ գործեր անում, Փառք Հիսուսին։ Միգուցե սուրբ բառը շատ խիստ է հնչում այսօր։ Ինչ պետք է անեմ, այսօր խոսալու ենք սրբության մասին։ Կտեսնենք, որ այն գործը, որ Տերը մեր մեջ սկսել է, Աստծո խոսքն ասում է, ավարտին կհասցնի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։ Ամեն եկեղեցի, փառքեր Հիսուսին։ Սուրբ գրային հատված այսօր կարդալու եմ առաջի Կորինթացիս առաջի գլխից, բայց տարբեր համարներ եմ կարդալու այս մտքի շուրջ։ Այսօր խոսքս ավելի կլինի քարոզի պես, բայց ուսմունքի միջոցով։ Շատ ժամանակ ես սովոր եմ, որ քարոզեմ, բայց ժամանակ կա, որ պետք է քարոզես ու ուսուցանես։ Այսօր այդ ֆորմատի մեջ է, սիրելի քույր եղբայրներ, որովհետև գիտեք, վաղը մենք ունենալու ենք Bible Study այս կողքի սենյակում, Նազարեթ եղբայրը, որ գրել այս գիրքը, ապրել Քրիստոսի ճշմարիտ աշակերտի կյանքով, թեման բացումն է այդ Bible Study-ի սերտողության, սիրելի քույր եղբայրներ, վաղը մեծ սիրով եկեք հաճախեք, ամեն։ Ծննդոց 2-րդ գլուխ 3-րդ խոսքը այսպես է ասում. Աստված օրհնեց 7-րդ օրը, սիրելի քույր եղբայրներ, եւ Աստված օրհնեց 7-րդ օրը եւ սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։ Հալելույա։ 7-րդ օրը Տերը ինչ արեց, սրբագործեց այդ օրը, որովհետև այս օրը Տերը սրբագործել է ամեն կիրակին, կիրակի օրը յուրատուկ օր է, որ մենք նվիրում ենք Տիրոջը, սիրելի քույր եղբայրներ։ Եփեսացիս 1:4-ի մեջ շարունակում է խոսքը եւ ասում է, ինչպես որ մեզ նրա միջոցով Հիսուսի Քրիստոսի միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ եւ անառատ լինենք նրա առաջ սիրո միջոցով, քույր եղբայրներս, ամեն։ Եվ առաջի Թեսաղոնիկեցիս 4:3 այսպես ասում. Միգուցե մեզանից շատերը այս հարցը տալիս ենք սիստեմատիկ, ասում ենք, որն է Աստծո կամքը մեր կյանքում, շատերս ենք հարցրել, չէ՞։ Գիտեք, Աստծո կամքը երկու բան կա Աստծո կամքի շուրջ, կա Աստծո ծածուկ կամքը մեր կյանքում եւ կա Աստծո հայտնի կյանքը մեր կյանքում։ Ինչ որ իմ եւ քո փրկության հետ կախված է, Աստծո հայտնի կամքը պարզ գրված Աստծո խոսքի մեջ։ Աստծո ծածուկ կամքը կարա լինի այնպես, որ մի բան, որ հաջողության չի գնում, բայց վերջը Տերը բերում է ամեն ինչ անում է իր ուզածի պես, ինչպես որ Տերը մեզ կանչել է իր ուզածի, իր նպատակի պես, ամեն, կյանքում բաներ կա չենք հասկանում, մեր կյանքում, խնդիրներ կա չենք հասկանում, բայց փրկությունը ազատ հասկանում ենք, սրբությունը Աստծո կամքն է մեր կյանքում, առաջի Թեսաղոնիկեցիս 4:3 ասում է, քանի որ Աստծո կամքը սա է ձեր սրբությունը, ամեն, սա ծածուկ բան չի, պարզ է մեր սրբությունը, եւ Տերը ոնց ազում անի, որ մենք ապրենք սուրբ եւ ազատ կյանք, սիրելի քույր եղբայրներ։ Եվ այսպես հիմա կարող ասենք Ծննդոց 2:3-ի մեջ, երբ որ խոսքն ասում Աստված օրհնեց 7-րդ օրը եւ սրբագործեց այն։ Միգուցե ասենք, բայց չհասկացանք, ամեն բան լավ էր, սրբված էր, մեղք չկար, ինչը սրբագործեց, ինչից ինչը սրբագործեց։ Սրբագործել բառը նոր կտակարանում գրված է 29 անգամ եւ ուղղակի կոչվում է առանձնացված լինել, զատել, ամեն։ 7-րդ օրը Աստված զատեց այն մյուս օրերից, որտեւ այն 6 օրերը Տերը աշխատեց, գործը 7-րդ օրը նա հանգստացավ։ Եվ մենք մտանք նրա հանգստի մեջ, սիրելի քույր եղբայրներս։ Հանգիստ եք այսօր։ Հալելույա, հալելույա։ Մտնենք Տիրոջ հանգիստը, Եբրայեցիների մեջ ասում է դեռ այդ հանգստյան օրը հավիտենական կյանքը մեր առջևում է, սիրելի քույր եղբայրներ, Փառք Հիսուսին, բայց մինչև դրան հասնելը մենք անցնում ենք
այս ընթացքով։ Եվ այսպես Կորինթացիների ուղված նամակի մեջ առաջի երկու խոսքեր այսպես ասում Պողոս առաքյալը։ Պողոսը Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու կանչված եւ Սասթենոս եղբայրը Աստծո եկեղեցուն, որ Կորինթոսում է Քրիստոս Հիսուսով սրբագործվածներիդ կոչված սուրբեր լինելու, բոլոր նրանց հետ, որոնք ամենուրեք կանչում են անունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ նրանցն է եւ մերը ամեն։ Ովքեր էին Կորինթոսում գտնվող հավատացյալները, սրբագործվածներիդ ասում է սիրելի քույր եղբայրներդ, որ կանչված եք սուրբ լինելու։ Գիտեք, Կորինթոսի նամակը երբ որ կարդաք, ուղղակի Կորինթացիների նամակի մեջ տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ հարցեր, բազմաթիվ խնդիրներ։ Կարդացել եք Կորինթացիների նամակը։ Գիտեք, Պողոս առաքյալը բացում է Կորինթացիների նամակը եւ ասում է. «Սիրելի եկեղեցի, ձեր մեջ կան բաժանումներ, ձեր մեջ կան վիճաբանություններ։ Մի մաս ասում է ես Պողոսի խմբից եմ, մեկը Պողոսի, մեկը Պետրոսի, եւ գիտեք 4-րդ խումբը ինչ ասում։ Ասում է մենք Հիսուս Քրիստոսի խմբից ենք, ավելի հոգևոր ենք, ավելի բարձր դիրք ունենք, քույր եղբայրներ։ Խնդիրների հետևից մենք խոսում ենք Կորինթոսի եկեղեցին, եւ անգամ Կորինթոսի եկեղեցու մեջ գրում է, որ մի հարաբերություն կար ընտանիքի մեջ, սեռական հարաբերություններ, այսպես ասած, որ շատ ամբողջական կյանք էին ապրում եւ այդ հարաբերություններն էլ կար Կորինթոսի եկեղեցու մեջ եւ այս եղբայրը, որ նամակը գրում է Սասթենես անունով, այս եղբայրը դիմել է Պողոս առաքյալին եւ նշել այս բոլոր խնդիրներն ու խնդիրները, որ կա եկեղեցում, եւ առաքյալ Պողոս այս նամակով ետ է պատասխանում, բայց չի ասում, գիտեք, ձեզ մերժվածներիդ, թույլ ու տկարներիդ, դուրս ընկածներիդ, ոչ, ամենաառաջինը հիշեցնում է, ովքեր եք դուք Հիսուս Քրիստոսի մեջ, հիշեք ձեր կոչումը, որ դուք կանչված եք սուրբ լինելու, սիրելի եկեղեցի։ Կորինթոսի եկեղեցին ուներ խնդիր մեկը մեկին դատ տալու համար, դատի էին տալի, գնում էին դատարան, խայտարակ էին լինում աշխարհի առաջ, ասում են, բայց չէ որ դուք մեկ տնից եք, մեկ եկեղեցուց, ունեն խնդիրներ ամուսնության, բաժանման հարցեր կար եկեղեցու մեջ, հոգևոր պարգևների խնդիր ունեին, եթե ուշադիր կարդացել եք, նշում է դրա մասին, Տիրոջ ընթրիքը ընդունում էին, բայց չէին էլ նշում, որ դա Տիրոջ ընթրիքն է, ուղղակի ուտում եւ խմում էին, սիրելի քույր եղբայրներ, եւ կուրքերին զոհաբերված այդ սննդի մասին է խոսում, տարբեր հարցեր, տարբեր լիքը հարցերի մասին է խոսում Պողոս առաքյալը, բայց 6-րդ գլուխ 11 համարը խնդրում եմ հիմա հռչակեք ձեր հոգու մեջ։ Առաջի Կորինթացիս 6:11 ասում է. «Եվ ձեզանից ոմանք այնպիսին էին, անցյալով է խոսում, բայց լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ Աստծո հոգով»։ Սա չես կարա փոխես քո կյանքից։ Սա այն բանն է, սիրելի քույրս եղբայրս, որ անհատը եկել է կյանքը տվել է Հիսուսին եւ ընդունել է Հիսուսին Տեր եւ անձնական փրկիչ։ Այս կնիքը քո մեջ դրված է, ամեն։ Եվ հիմա իմ հարցը սա է, արդյոք իրական փոփոխություն է տեղի ունենում քրիստոնյայի կյանքում։ Արդյոք երբ որ քրիստոնյան ապաշխարում է, ընդունում է Հիսուսին, իր կյանքի մեջ բաներ կա փոխվում են, թե ուղղակի շարունակում է։ Շատ ժամանակ եղել է, չէ, ասում ենք մենք փրկվեցինք, բայց ասում ենք ինչից փրկվեցինք։ Ինչից փրկվեցինք։ Որն է մեր փրկության պատճառը եղել, ինչն է եղել, ինչ խնդիրներ կար։ Սուրբ գրության համաձայն, այո, փոխվում է։ Աստված փոխում է մարդու կյանքը, սիրելի քույր եղբայրներս։ Եթե ոչ չեր ասի լվացվեցիք, սրբագործվեցիք եւ արդարացաք, ամեն։ Ուրեմն բաներ կա մեր կյանքի մեջ, որ Աստված փոխել է, բաներ կա մեր կյանքի մեջ, որ դուրս է եկել մեր կյանքից, քույր եղբայրներս։ Հռոմեացիների 8:17-ի մեջ շարունակում է խոսքը եւ տեսեք ավելի է շարունակում մեր հոգևոր դիրքը Հիսուս Քրիստոսի մեջ։ Եվ ասում է, եւ եթե որդիներ ենք, ապա նաեւ ժառանգներ։ Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսի, լսեք, եթե 40 անգամ Հռոմեացիների գրքի մեջ նշում է եթե բառը։
Եթե արդեն ստե condition կա, կամ եղել է, կամ չի եղել, կամ ապաշխարությունը եղել է զուտ Աստծուց, լվացվեցիք, սրբագործվեցիք, արդարացաք, կամ էլ չի եղել, եթե ասում է, նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ հաղորդակից կլինենք։ Ասենք, սիրելի քույր եղբայրներ, այստեղ ամեն մեկս Հիսուսի Քրիստոսի չարչարանքներին կցորդենք, նրա փառքին էլ վկա ենք լինելու, փառք Հիսուսին, հալելույա։ Այսօր խոսալու եմ սրբագործության, սուրբ կյանք ապրելու 3 փուլերի մասին, քույր եղբայրներս։ Ամենաառաջի փուլը, որ ես կարդացի, սա է, որ տեղի է ունենում դիրքային փոփոխություն, կտրուկ փոփոխություն մեր կյանքի մեջ։ Երբ որ անհատը վերստին ծնվում է, Հիսուսին ընդունում է Տեր եւ անձնական փրկիչ, Սուրբ Հոգին գալիս է քո կյանքի մեջ։ Գիտեք այդ պահը ինչ է կատարվում մեր կյանքի մեջ, շատ հետաքրքիր բան։ Մենք փրկվում ենք եւ Աստված մեր խավար կյանքի մեջ միացնում է Սուրբ Հոգու լույսը եւ ամեն ինչ բացվում է մեր աչքի առաջ։ Մեր ամբողջ կյանքը բացվում է։ Եվ այդ ամբողջ կյանքը, որ բացվում է, դե ամեն մեկս տարբեր կյանքի խնդիրներից, խնդիրներից եկած, չէ՞։ Մեկ էլ ասում ես, բա ինչ եմ անելու, ո՞նց եմ անելու։ Սուրբ Հոգին ասում է, լսի։ Սրբությունը սկսվեց այդ պահից։ Այդ պահը, երբ որ դու ընդունեցիր Հիսուսին Տեր եւ անձնական փրկիչ, դա կոչվում է positional sanctification։ Քո դիրք Հիսուսի Քրիստոսի մեջ, դու լվացվեցիք, սրբվեցիք ու արդարացաք Հիսուսի Քրիստոսի անունով։ Բայց մեկ է տեսնում ես քո անկարելի ու տկար վիճակը, ո՞նց ես կարողանալու կյանքիդ հարցերը լուծես, խնդիրները։ Սուրբ Հոգին ասում է, ես եկել եմ դրա համար։ Ես եկել եմ քո հետ քայլեմ, ես եկել եմ քեզ օգնեմ, ես եկել եմ քո որոշումները, քո կամքը զորացնեմ, բայց քո տեղը չեմ անելու բաներ կա քո կյանքի մեջ, ամեն։ Եվ դրա համար, երբ որ կարդում ենք Երկրորդ Կորինթացիս 5:21-ը, տեսեք ինչ ասում կտրուկ մեր մասին, որովհետև Աստված նրան, որ մեղք չէր ճանաչում Հիսուսը, մեր Տերը, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք, հալելույա։ Արդար բառը շատ կարևոր է։ Աբրահամը հավատքով արդարացավ։ Դեռ չկար պատվիրանները, 10 պատվիրանները կարանք ասենք, Մովսեսը չկար, հավատաց եւ արդարացավ։ Մենք ինչպես արդարացանք, ոչ թե մեր գործերով, մեր հայրենավանդ օրենքով, մոմ վառելով, ինչ որ տաճարներ, մատաղ անելով, ոչ մի բանով, մենք էլ արդարացանք, սիրելի քույր եղբայրներ, շնորհքով, հավատքի միջոցով, փառքեր Հիսուսին։ Հալելույա։ Եվ գիտեք այս բանը, որ հիմա որ ես ասում եմ, եկեղեցու պատմության մեջ մեծ դեր է խաղացել։ Օրինակ Մարտին Լութերը, երբ որ 1600 թվերը մենք հետ գնանք, Մարտին Լութերը անունով մի ծառայող է եղել, որ կաթոլիկ եկեղեցուց առանձնացել այն սրա համար։ Եկեղեցին դարել էր զուտ ծեսակատարություն։ Մարդիկ պետքա բաներ անեին, գործեր անեին, սրբերի աղոթքներ աղոթեին, նորից կրկին անգամ գնային Պետրոսի տաճարը եւ այսպես սիստեմատիկ իրանց մարդկային գործերով, ուժերով կարանային որոշ չափին շոր բան անել, որպեսի սրբության կոչում առնեին։ Մարտին Լութերը, երբ որ այդ կյանքը ապրում է, նա էլ այդ ծառայողը լինում եւ ասում է, ոչ, իր համարն է կարդում Հռոմեացիների գրքի մեջ, որ ասում է արդարը հավատքով կապրի։ Ամբակում անգամ 5 տակարանում է գրված 4 անգամ այս համար արդարը հավատքով կապրի, ամեն։ Եվ նրա առջև բացվում է ամբողջ հոգևոր կյանքի զորությունն ու նպատակը։ Ուրեմն մենք հավատքով ենք արդարանում, սիրելի քույր եղբայրներ, ամեն։ Եվ այդտեղից գալիս է մեծ հոգևոր շարժ եկեղեցու մեջ։ Հոգևոր շարժ գնում է դեպի այնտեղ, որտեղ որ մեկ է Ջան Վեսլին է գալի, մոտ 1700-ական թվականներին։ Ջան Վեսլին էլ այս համարը կարդալով, որ քիչ առաջ ես կարդացի, որ ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ եւ անառատ լինենք նրա առջև ինչի միջոցով, սիրո միջոցով։ Ուրեմն սրբությունը պատճառը հոգևոր կյանքի պատխաբերության։ Սրա մասին խոսամ 3-րդ կետի մեջ։ Ամեն սիրելի քույր եղբայրներ։ Եվ Ջան Վեսլին այդտեղից խրախուսում է եկեղեցուն, որ եթե ուզում ենք պատխաբեր լինենք մեր կյանքի մեջ, ուրեմն սրբության կյանք պետք է ապրենք։
Բայց սրբության կյանքը սկսում է խաչից եւ գնում է պրոգրեսա։ Մեր միջև կյանքի միջև վերջ, միջև այն վերջի պահը քույր եղբայրներ, Տերը դեռ սրբում է մեզ, ամեն։ Խոսալու եմ դրա մասին։ Իսկ մենք ամեն ժամանակ պարտավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար։ Սիրելի եկեղեցի, Տիրոջից սիրված եղբայրներ, քույրեր, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց հոգու սրբությամբ ու ճշմարտությամբ հավատքով, հալելույա։ Եթե չկա հավատք, չկա արդարացում։ Զուտ գործերը, սրբություն չկա, ոչ մի բան չկա, սիրելի քույր եղբայրներ։ Ուրեմն ամենաառաջի կետը, ովքեր ենք մենք Հիսուս Քրիստոսում, նրա կանչված սուրբերն ենք, սրբագործված Քրիստոսի արյունով, ամեն, թանկագին արյունով։ Հիմա միգուցե կարող ենք ասենք, բայց ես չեմ զգում ինձ սրբված։ Այդպիսի հարց կարող է մեր մեջ ծագի, քույր եղբայրներս, ամեն։ Կորինթոսի եկեղեցին այո նման վիճակի մեջ էր, որ նրանք անցել էին մարմնավոր գործերի, մարմնավոր կյանքի, հոգևոր կյանքից դուրս, եւ այստեղ տեղի է ունենում մի հետաքրքիր բան մեր կյանքում։ Սրբությունը սկսում է Գողգոթայի խաչից, ընդունեցիր Տեր Հիսուս Քրիստոսին անձնական եւ Տեր եւ Փրկիչ, եւ երկրորդը տեղի է ունենում մեր կյանքում պրոգրեսիվ փոփոխություն։ Սիստեմատիկ, պրոգրեսիվ։ Մենք ամեն օր փոխվում ենք, համաձայն եք թե չէ։ Եթե չենք փոխվում, ուրեմն պրոբլեմա դա։ Ուրեմն եթե չենք փոխվում, ուրեմն սրբության կյանքի մեջ չենք առաջադիմում, սիրելի քույր եղբայրներ։ Ամեն օր հավատացեք, Աստված ձեր կյանքի մեջ թույլ կտա մի հատ սավուղ լինի, որ ձեզի սրբի։ Դավիթի կյանքում թույլ տվեց, որ սավուղը լինի, որ Դավիթի սիրտը բացի ու սաղմոսներ գրի։ Ու Դավիթը խոսա իր կյանքը, իր տկարությունը, իր աղերսանքը, լացն ու աղեղակը ու երգը ամեն բան գրի քույր եղբայրներ։ Ամեն։ Տերը գործում է մեր կյանքի մեջ։ Ուրեմն մենք ամենաառաջի բանը ովքեր ենք Հիսուս Քրիստոսում, սրբվածներ կանչված։ Կաթոլիկ եկեղեցին այս կոչումը չի տալի ոչ մեկին, քույր եղբայրներ, հարգանքով եմ ասում։ Մեր սիրելի առաքելական եկեղեցին էլ, գիտեք, աղոթում են սուրբերի աղոթները, բայց չէ որ սուրբերն են երկրից աղոթում երկինք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Կաթոլիկ եկեղեցին այսպես է անում, երբ որ Հռոմի պապը մահանում է, մահանալուց հետո նոր նրան սրբի կոչում են տալիս։ Պատկերացնում եք, Կորինթոսի եկեղեցին Պողոս առաքյալը ասում այս սրբի կոչումը Հիսուսի Քրիստոսի արյան մեջ է, որ ձեր համար նա կյանք է տվել, հալելույա, փառքեր Հիսուսին։ Եվ այսպես խոսքը շարունակում ենք, առաջի Թեսաղոնիկեցիների 5:23-ի մեջ ասում է, որ սրբությունը սկսում է, բայց սրբությունը նաև պրոգրեսիվ է մեր կյանքի մեջ։ Եվ ինքը խաղաղության Աստվածը, խաղաղությունը ինչա Սուրբ Հոգու պտուղն է, լսեք, սա նշելու ենք հետո էլի։ Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անե բոլորովին։ Հիմա կարող ասեք, բայց Արմեն եղբայր, չէ որ ասեցիր մենք արդեն սուրբ ենք։ Այո, մենք սուրբ ենք, բայց դեռ այս անկատար թշվառ մարմնի մեջ ենք։ Մեր մարմնի մեջ ամեն օր, ամեն վարքյան հոգևոր պատերազմ է։ Դրա համար երբ որ վերստին ծնվեցինք, ապաշխարեցինք, հոգին եկավ մեր կյանքի մեջ, մեր կյանքը լուսավորեց ու մենք տեսանք ինքներս մեր խավարը, որ բացվեց, բայց այս անգամ էլ մեղքից առաջ ենք, այլ Քրիստոսի ծառան ենք։ Հալելույա։ Թող ասում Աստված ձեզ սուրբ անե բոլորովին եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անառատ պայի միջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։ Տեսակ, սրբությունը պրոգրեսիվ է մեր կյանքի մեջ լինելու։ Սկսում է ու շարունակվում է։ Ինչքան Աստված մեզ կյանքի օրերը տվեք քույր եղբայրներ, այնքան այս սրբության ճանապարհի մեջ ենք։ Սիրելի քույր եղբայրներս, ամեն։ Եվ հիմա ես կարամ ասեմ կարևոր մի բան։ Երբ որ արդարացանք Հիսուսի Քրիստոսի արյունով, Աստված իր գործը արեց մեզ համար։ Ամեն։ Քրիստոսի արյունը արդարացրեց եւ գործ արեց մեզ համար։ Սրբությունը հակառակն է, քույր եղբայրներս։ Սրբացումը Աստծո գործն է մեր մեջ։ Հալելույա։ Սուրբ Հոգին սիստեմատիկ սրբության գործանում մեր մեջ։ Սիստեմատիկ նա նշում է մեզ, մեր կյանքը, մեր մեղքը, մեր անցյալը
Եվ ասում է թույլ տուր սիրելիս, որ ես գործեմ քո կյանքի մեջ։ Սրբացումը նշանակում է, որ դուք կաճեք, դուք կառաջադիմեք, որովհետև Աստծո շնորհի աշխատանքը միշտ արդյունավետ է մեր կյանքում, շարունակական է մեր կյանքի մեջ, սիրելիներ, հալելույա։ Երկրորդ Կորինթացիս 3:18 ասում է, բայց մենք ամենս բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայլու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք, փառքից դեպի փառք, ինչպես Տեր Տիրոջ հոգուց։ Ամեն։ Տեսեք, չենք մնում ինչ-որ միտեղ։ Տերը մեզ տանում է փառքից դեպի փառք։ Սրբությունից էլ ավել սրբություն, սիրելի քույր եղբայրներ, հալելույա։ Սուրբ կյանք ապրելու մեջ պետք է մեզ համբերություն, սիրելիներ։ Գիտեք դժվարը որն է, երբ որ հոգևոր կյանքի մեջ աճ ենք ունենում, ու մեր քույր եղբայրների տկարությունն ենք տեսնում, ու շատ ժամանակ տեսնում ենք ձախողումներ, ուզում ենք մեր սուրբ ապրած կյանքը պարտադրենք իրենց կյանքի մեջ, որ իրենք պետք է այդ ստանդարտներով ապրեն։ Այս սա է վտանգ։ Սրբության հակառակ կողմը լիգալիզմն է, օրինապաշտությունը։ Հավատացեք, ես կարաս անես, ես չես կար անես, ես մի արա, հասկացանք, սիրելի քույրս, եղբայրս, Տերը քեզ բացել է այդ մեղքը, փառք Հիսուսին, գոհացիր Աստծուց, բայց աղոթի քո քույր եւ եղբայր համար։ Երբեք պետք է եկեղեցին այդ դաշտի մեջ չմտնի, որ Սուրբ Հոգին են գործը, որ մեր կյանքում անհատական անում է, մենք հոգու ծառայությունը վեկալենք մեր ձեռքերի մեջ ու աշխատենք մարդկանց սրբենք, ձախողման կգնանք, հարաբերությունները կկոտրենք, ոչ մի բան մեր կյանքի մեջ հաջողության չի գնա։ Ես ապրել եմ նման բաներ, իմ կյանքում, իմ անցյալում։ Ես եղել եմ տեղեր, տարածքներ, ես հիշում եմ, անունը չեմ ուզում տամ, եղբայրներից այնքան էի սիրում հայկական երաժշտություն, բան։ Հիմա էլ ես հայկական երաժշտության մեջ չեմ տեսնում, ես իմ ինչ կան ամբարված երաժշտություններ կան, հասկանալի է, բայց օրինակն եմ ասում։ Հիշում եմ, մի եղբայր ասեց, վառի թափի այդ բոլոր բաները մեղ կա։ Հա։ Ասեցի, եղբայր ջան, հասկանալի է, մեղ կա, բայց բաներ կա, որ արժեքներ ունի, ինչ անենք, մեր մշակույթը վառենք ու թափենք, գնանք վրացիների մշակույթը լսենք, գնանք հնդկականը լսենք, ամերիկյանը ինչ լսենք, հասկանում ես, բաներ կա, որ իրոք, որ սուրբ կյանք ապրելու մեջ հոգին նաև մեզ տալիս է զանազանություն, որն է հոգուց, որը չի հոգուց։ Մենք այսօր ունենք հայկական դպրոց, սիրելի քույր եղբայրներ, Տեր օրհնի մեր սատի քրոջը, երեխաներին սովորեցնում ենք լեզուն, մշակույթը, այս բոլոր բաները, հասկանում եք, սրբությունը անգամ մենք պետք է սրբության մեզ զգուշ լինենք, որ մարդկանց վրա ինչ օրենքներ ու պարտադրություններ ենք դնում, սիրելի քույր եղբայրներ, հալելույա։ Եվ այսպես Պողոս առաքյալը ասում է, որ մենք կերպարանափոխվում ենք ամեն օր եւ գնում ենք փառքից դեպի փառք։ Այս կերպարանափոխվել բառը Հռոմեացիների 12-ի մեջ նորից է նշում առաքյալը եւ ասում է մենք մտքի նորոգությամբ ենք կերպարանափոխվում։ Ինչպես ենք կերպարանափոխվում, ինչպես ենք սրբվում։ Մենք սրբվում ենք մեր մարդկային մտքերից։ Ամեն անգամ թշնամին ինքը հարձակվում է մեր մտքի վրա։ Ամեն մի չնորոգված միտք մեր մեջ ընդունելով դա սրբության չի տանում։ Չնորոգված միտքը, երբ որ մենք նորոգում ենք մեր մեջ Սուրբ Հոգու օգնության ու ծառայության միջոցով, այդ դա է սրբագործվում մեր մեջ։ Այդ դա է մեզ տալիս այդ որդիական իրավունքն ու իշխանությունը, որ ունենք, որ ազատ կարաս կանգնես Տիրոջ գայի առաջ ու խնդրես սրտիդ ուզածը, սիրելի քույրս եւ եղբայրս։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Այս կերպարանափոխվել բառը նույն բառն է, որ ասում է աշակերտների աչքերի առաջ Քրիստոսը կերպարանափոխվեց, մերֆոյո, հունարեն բառը։ Հիշում եք լեռան վրա փոխվեց նրա կերպարը եւ աշակերտները ասեցին, այսինչ տեսք ունե։ Տեսեք, սրբությունը նման բան է։ Ամեն օր այս մարմնի մեջ անգամ մենք փոխվում ենք։ Սովորություններ, ձևեր, տրադիցիաներ, անցյալից եկած բաներ գնալով մեր մեջից դուրս է գալի եւ հագնում ենք Հիսուս Քրիստոս կյանքը։ Եվ այս կյանքը մեզ տանում է դեպի առաջ ամեն անգամ, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։ Առաջի Հովհաննես 3-րդ գլուխ 2-րդ եւ 3-րդ խոսքեր ասում է սիրելիներ։ Այժմ Աստծո որդիներ եք։ Աստծո որդիներ ենք, թե չէ, քույր եղբայրներ։
Տեսեք, երբեք Աստծո խոսքի մեջ չեք կարդա, որ ասի որդիներ չեք, նո, որդիական իրավունք ունեք, սիրելիներ։ Այժմ Աստծո որդիներ ենք, եւ տակավին հայտնի չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նրան ինչպես որ է, եւ ամեն ոք, ամեն մեկս, ով այս հույսն ունի իր մեջ, իր անձը մաքրում է ինչպես որ նա է մաքուր։ Հալելույա։ Տեր Հիսուս Քրիստոսը սուրբ ու մաքուր Տեր է։ Ու սպասում ենք մի օր դեմ առ դեմ հանդիպելու ենք այդ Տիրոջը։ Այ տեսեք, երբ որ ամեն օր մեր կյանքը ապրենք այնպես, ինչպես որ սպասում ենք, որ միգուցե այսօր է որ Տիրոջ երեսն եմ տեսնելու։ Տեսեք, չգիտենք վաղ ինչ կլինի։ Ասում եմ, Աստծո ծածուկ կամքը մեր կյանքի մեջ սա է, որ մեր կյանքի օրերը հաշված է, բայց մենք չգիտենք այդ վերջի օրը երբ է։ Փառք Հիսուսին։ Բայց Աստծո հայտնի կամքը սա է։ Ասում է, որ դուք սուրբ լինեք։ Թեսաղոնիկեցիների եկեղեցուն հայտնի է սա, որ մի օր երբ որ կանգնենք Տիրոջ առաջ, մենք ասենք Տեր, ես հայլու մեջ ասում եմ, հայլու մեջ առավոտը ելել ենք հայլու մեջ, մենք ինքներս մեզ դասավորել ենք, ժամանակ ենք անցկացրել, տեսել ենք, մաքրել ենք, եկել ենք եկեղեցի, չէ՞։ Սուրբ Հոգին մեր հայլին ամեն օր։ Սուրբ Հոգի հայլին մեր դեմը, մենք տեսնում ենք ամեն օր, մոտենում ենք հայլու մեջ, մենք մեզ նայելով, նա սրբագործում է մեր կյանքը, հալելույա, փառքեր Հիսուսին։ Իմ ամենակարևոր հարցը սա է. ինչ պետք է անեմ, որ մաքրեմ իմ անձը։ Ինչպես ենք մաքրվում, քույր եղբայրներ։ Այո, Հիսուսի Քրիստոսի այրինով մենք արդեն մաքրվել ենք։ Խոսքը այդպես ասում, մենք արդեն մաքրվել ենք։ Տերը 20-25 անգամ չի մահանալու նորից։ 35 անգամ նորից վերստին չենք ծնվելու։ Տերը մեկ անգամ մահացել է մեր մեղքերի համար, մեկ անգամ էլ մենք Քրիստոսին Տեր եւ անձնական փրկիչ ենք ընդունել, վերստին ծնվել ենք Քրիստոսի անունի փառքի համար։ Մենք մաքրվում ենք Հովհաննես 17:17-ի մեջ գաղտնիքը տվեց մեր Տերը։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է, ամեն։ Ոնց է մարդը սրբվում Աստծո խոսքով։ Ամեն օր Քրիստոսի խոսքը, ավետարանը կարդա ու լվացվի, քույրս եղբայրս։ Ոնց ենք ջուրը օգտագործում, դրսից լվանում ենք, մեզ բան, չէ։ Աստծո խոսքը մեր հոգին է մաքրում, մեր անձը, շտկումը, ամեն օր Աստծո խոսքը։ Ոչ թե մենակ դա ազատագրություն է բերում մեր կյանքի մեջ, ճեղքումներ է բերում մեր կյանքի մեջ, դժվարությունների այն մանվաշուկի ձորով էլ անցնես, Աստծո խոսքը քո մեջ կյանք է բերում, հալելույա, եւ սրբագործում է մեզ։ Եփեսացիս 5:26-ի մեջ ասում է, որպեսի նրան, այսինքն մեզ սրբացնի մաքրելով ջրի ավազանով, այսինքն Աստծո խոսքով։ 5 տակարանում, երբ որ քահանան մտնում էր տաճար, այնտեղ կար ջրի ավազան։ Նա իրավունք չուներ, ոչ մի ծառայություն, ոչ մի բան անել, զոհին կպներ, ոչ մի բան, երկրպագություն, ծառայել, խոսք, ոչ մի բան։ Եթե ամենաառաջինը չլվացվեր այդ ջրի ավազանի մեջ, մաքրվեր։ Այդ տեսեք ջրի մկրտությունը այդ խորհուրդն է մեր կյանքի մեջ։ Հռոմեացիների մեջ ասում է մենք մեկ անգամ Քրիստոսի հետ մեռանք եւ հարություն առանք Քրիստոս կյանքը մեր մեջ։ Հալելույա։ Այդ խորհուրդն է մեր մեջ։ Եվ սիստեմատիկ Աստծո խոսքով սրբվում ենք ու մաքրվում ենք ամեն օր։ Տերը ամեն օր մեզ տանում է փառքից փառք իր խոսքի միջոցով, հալելույա։ Եվ այսպես տեղի է ունենում դիրքային փոփոխություն վերստին ծնունդը, որ դու Աստծո զավակ ես Քրիստոսի արինով գնված, եւ այդ փոփոխությունը, սիրելի քույր եղբայրներս, պրոգրեսիվ է։ Երբ որ սկսում է խաչից, պրոգրեսիվ մեր կյանքում շարունակվում է։ Եվ երրորդը ամենակարևոր բանն է փոխված կյանքն է։ Քրիստոնյան պետք է փոխված կյանքով ապրի, սիրելի քույր եղբայրս, ամեն, համաձայն եք։ Որտեվ շատ ժամանակ, գիտեք, աշխարհը նայում է մեզ։ Աշխարհի մարդիկ, մեր հարազատները, քույր եղբայրները ասում են, բայց լսի, ես ինչ գամ եկեղեցի։ Ախր նույնն եք անում, նույն ձև եք վարվում։ Ինչ որ այդ կյանքը մենք հասկանում ենք,
Միտքը դա է, սիրելի քույր եղբայրներս։ Եթե կա սրբություն, սուրբ կյանք, ոչ թե որ նոր կտակարանի քահանաները, որ լվանում էին ձեռները ու բան ցույց էին տալի, տեսեք ես լվացվել եմ, տեսեք ես սրբվել եմ, դրա մասին չեն խոսում։ Այդ լեգալիզմի օրինապաշտության մասին չեն խոսում։ Խոսում ենք, որ կյանքը փոխվում է, անհատի։ Եթե իմ կյանքը ես ձեզ պատմեմ, շատերի տաշկի առաջ մեծացել եմ, սիրելի քույր եղբայրներ, ովքեր որ չգիտեք, ես մաքուր կյանք չեմ ունեցել, հավատացեք։ Ես բազմիցս իմ վկայությունը տվել եմ ու ասել եմ, դեղերի, նարկոտիկի, ամեն բան իմ տարիներով այդ եղել եմ կյանքի ապրելակերպը, բայց Քրիստոսը կյանքս փոխեց։ Դրա համար եմ ասում, բաներ կա կյանքիս մեջ, որ նայում եմ, Տերը բաներ կա ինձ ցույց ա տվել, ավելի մոտիկից ավելի պարզ, հորս դժվարության ժամանակ, երբ որ հայրս հիվանդ էր։ Երբ որ հայրս հիվանդ էր, ես գիտեի մի հատ չափազանց համբերատար մարդ եմ։ Բայց Տերը թույլ տվեց այդ ժամանակ, որ ես տեսնեմ, որ բաներ կա, որ պետք է մաքրվի իմ կյանքից։ Հավատացեք, տեսեք իմ վկայությունն եմ ձեզ տալիս։ Հոգևոր կյանքը այսպիսի մի բան է։ Կյանքի դժվարություններն ու խնդիրները կամ մեզ ավելի կհեռացնեն Աստծուց, կամ մեզ Աստված թույլ կտա, կամ մենք թույլ կտանք Սուրբ Հոգին գործի մեր կյանքի մեջ, որ մենք գնանք սրբությունից սրբություն, փառքից փառք։ Ամեն։ Եվ ամենակարևորը երրորդ կետը, որ պետք է ասեմ, Սուրբ Հոգու պտուղը սուրբ կյանքով ապրելու արդյունքն է։ Սուրբ Հոգու պտուղը։ Շատ ժամանակ ասում են, գիտենք, Սուրբ Հոգու պտուղը, բացում են Գաղատացիների 5-րդ գլուխ, կարդում ենք 9 պտուղ, ասում ենք առաջինը սերն է, սիրո մեջի սենց բաներ։ Սուրբ Հոգու պտուղը, սրբության կյանք, որ ապրում ենք, դառնում ենք նոր պտղաբեր։ Անկեղծ սրբության կյանք։ Հռոմեացիների 6:22-ի մեջ Պողոս առաքյալը այս խոսքերն է ասում, բայց հիմա, որ մեղքից ազատված եք եւ Աստծո ծառա եք դարձել, առաջ ինչ էինք, առաջ մեղքի ծառա էինք, առաջ ինչ որ մտածում էինք, անում էինք, եթե ուզեինք թողենք, էլի չենք կարա թողենք, որտեվ ուժել չունեինք թողենք, մեղքի ծառա էինք, բայց հիմա ես մեղքի ծառա չեմ, որտեվ գնացի ատամս հանեցին, բժիշկը ասեց վայկոդին պետք է, ասեցի չէ, պետք չի, ասեցի, վեկալում եմ, ինչ անեմ, չեմ ուզում, հասկանում եք, քույր եղբայրներս, մեր Խաչատուր եղբայրը մատը կտրել է, մի կես բանկա վայկոդին էին տվել, եղբայրը չխմեց, եթե գնան 20 տարի առաջ, ես կվեկալեի այդ բանկեն, կասեի Խաչ ջան, կներես, մեկա չես խմում, ես կտանեմ կխմեմ, հասկանում եք, ոչ, Տերը հանեց, Տերը ազատագրեց, ամեն արու ջան, Տերը բերել է, ուրեմն սրբությունը գործում է մեր կյանքի մեջ, բաներ կա, որ նայում ենք, ասում ենք, փառք ես Տեր Աստված, մաքրվել ենք, ազատագրվել ենք, բայց պրոբլեմն այն է, որ ասում ենք, չէ, հələ քիչ է սա, հələ ստե պետք է լինեիր, դու տենում ես այն մեկին, այն դե դու պետք է լինեիր, չէ, չեն գնում մտե, ամեն մարդու այդ յուրատուկ Սուրբ Հոգին աշխատում է յուրատուկ ձևով պետք է թույլ տանք, որ Տերը գործի, բայց հիմա, որ մեղքից ազատագրված եք եւ Աստծո ծառա եք դարձել, լսեք, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք հոգևոր եւ դրա վերջ ինչն է հավիտենական կյանքը սրբությունը Սուրբ Հոգու պտուղը քրիստոնյայի փոխված կյանքը հավիտենական կյանքը արդյունքն է հալելույա Եփեսացիների 1:4-ը նորից կարդանք Լիլիթ քույրս կարաս նվագես Եփեսացիների 1:4-ի մեջ ասում է Ինչպես որ մեզ համար նրա միջոցով Հիսուսի Քրիստոսի միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ որպեսզի մենք սուրբ եւ անառատ լինենք նրա առաջ սիրո միջոցով Սերը ինչն է Սուրբ Հոգու պտուղը սիրելի քույր եղբայրներս հալելույա Եբրայեցիների մեջ խոսքը շարունակում է եւ ասում է Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության եւ սրբության Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության եւ սրբության առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի ամեն Սիրելի քույր եղբայրներ Եթե չկա սրբություն չկա խաղաղություն Եթե մարդու մեջ չկա խաղաղություն ուրեմն կարակ ասեք չկա սրբություն այդ պահը Ոչ թե ձեր դիրքային սրբության մասին եմ խոսում եմ պրոգրեսիվ սրբության մասին
որ չէ որ մենք պետք է գնանք փառքից փառք, սրբությունից սրբություն պետք է գնանք ամեն օր ամեն ժամանակ, բայց պահեր կա մեր կյանքում, որ անդրադառնում ենք այդ պահերին եւ ասում ենք. «Օ, իրոք, Տերը այդ պահի մեջ չէր։ Տերը այդտեղ չէր»։ Սիրելի քույր եղբայրներս, այդտեղ իմ հին բնավորությունն էր, այնտեղ իմ հին մարդն էր։ Ըստ Հայր Աստծո կանխագիտության խոսքը շարունակում է Պետրոս առաքյալի առաջին նամակի մեջ, ասում է հոգու սրբագործության հնազանդվելու, հալելույա, եւ Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար թող շնորհն ու խաղաղությունը շատանա ձեզ վրա, հալելույա, Տեր, շատացրու մեզ վրա քո շնորհն ու խաղաղությունը, սիրելի Աստված, շատացրու Տեր Աստված։ Այո, մենք բրկագնվել ենք շնորհով, հավատքի միջոցով, բայց Աստծո շնորհը ամեն օր գործում է մեր կյանքի մեջ։ Տուր ինձ քո խաղաղությունը, Հիսուս, տուր ինձ քո խաղաղությունը, սրբագործիր իմ կյանքը եւս մեկ անգամ, Սուրբ Հոգի Աստված, հալելույա, հալելույա։ Այլ ձեզ կանչող Սուրբի պես, սիրելի եկեղեցի, դուք էլ Սուրբ եղեք, լսեք, սա կարևոր մասն է, ձեր բոլոր վարքերում, որովհետև գրված է Սուրբ եղեք, որ ես Սուրբ եմ, սիրելի քույր եղբայրներ։ Քրիստոնյայի ապրած կյանքը, վարքագիծը կարևոր է, ցույց է տալիս կա այդտեղ սրբություն, սեր, խաղաղություն, թե չկա։ Տեր, տար մեզ այդ խորը տեղերը, Հիսուս, տար այդ խորը տեղերը մեզ։ Եվ Պողոս առաքյալը Փիլիպպեցիների նամակի մեջ շատ հետաքրքիր ձև ասում է, այնինչ լսեցիք ու տեսաք իմ կյանքում այն արեք։ Հայր, մենք ուզում ենք թողել քո որդու Հիսուսի կյանքի օրինակը ապրած մեր կյանքի մեջ։ Հայր, շնորհակալ եմ, որ դու մեզ փրկագնեցիր որդի Հիսուսի այրյան գնով։ Եվ մենք այսօր ունենք որդիական իրավունք, հալելույա։ Ես շնորհակալ եմ, Հայր, որ այսօր բոլորս կանչված ենք սուրբ լինելու քո առջև կանգնած, սիրելի Հիսուս։ Հայր իմ Աստված, բայց մենք չենք բավարարվում այդքանով։ Այսօր քո եկեղեցին այսօր ուզում ենք ել ավելի աճենք, Տեր։ Ուզում ենք հոգևոր պտուղ տանք, Տեր Աստված։ Դու ասացիր, որ երբ որ սերմի հատիկը մեռնի հողի մեջ, նրանից կյանք դուրս կգա, Քրիստոս կյանքը դուրս կգա, Տեր։ Այո, մենք ընդունեցինք հավատքի սերմը մեր սրտերի մեջ, մենք վերստին ծնվեցինք Քրիստոսի այրյան գնով, բայց Տեր Աստված, կան բաներ մեր կյանքի մեջ, որ դու ուզում ես այսօր, որ մենք փոխվենք։ Ուզում ես Տեր Աստված, որ մենք ավելի մոտենանք քեզ։ Եվ սիրելի եկեղեցի, հավատացեք, այս եկեղեցու հաջողությունը եւ Աստծո ներկայության զորությունը այս կյանքի մեջ մեկ բառից է կախված սրբություն։ Եվ երբ որ կիրակի օրը ինչն է բերում Տիրոջ ներկայությունը այստեղ, բերում է այն, երբ որ մենք առանձնանում ենք, սրբությունը կոչվում է առանձնանալ, այդքան բան։ Երբ որ առանձնանում ենք մեր կյանքի գործերից, հոգսերից, եւ գալիս ենք Աստծո ներկայության մեջ, Տերը ասում է, ես այստեղ եմ օրհնելու քեզ, քո կարիքներին կպնելու։ Տեր օրհնի Տեր մեզ։ Ես շնորհակալ եմ, Հայր, այս խոսքերի համար, որ դու ասացիր, որ մենք լվացվեցինք, սրբվեցինք եւ արդարացանք։ Ես շնորհակալ եմ այն գինը, որ դու վճարեցիր մեր համար, Տեր Հիսուս։ Քո սրբության գործը շարունակիր մեր կյանքի մեջ, Հիսուս, մեր ընտանիքի մեջ։ Այսօր թույլ ենք տալիս սիրելի Սուրբ Հոգի, որ քո հետ համագործակցենք եւ թո եկեղեցին ասի ամեն։ Եկեք ոտքի վրա փառավորենք Տիրոջը։ Նորոգիր դու մեզ, գոհություն լցրում ես, լուսավորիր մեզ